Արաստամյան, ձեր գնահատականն սպասումները արդարացան։ Դու ինչ ասեմ, շնորհակալություն։ Ձեզ համար սպասելի է, որ արդարացման վերդիկտ կայացվի։ Այսօր շատ մտահոգ տեսք ունեիք։ Անհանգիստ էիք։ Հա։ Մի քիչ անհանգիստ էի։ Հիմա ոնց եք։ Միջակ։ Այս ամիսների դատավարության ժամանակ մտածում եք, որ դատարանը կարդարացնի, ինչ եք զգում այդ ժամանակ։ Չէ, այդպեսի բան մտքովս չի անցել, որ կարդարացնի։ Ինչ էիք մտածում, ինչ է սպառնում ձեզ։ Չէ, դա շատ մտածելու բան չկա, ես այն ինչը ես արել եմ, մտածել եմ, արել եմ, դա չեմ փոշմանում։ Չեք փոշմանում ինչի համար, որ խնձոր եք շպրտել, հա, նետել։ Հա։ Որ բողոքի ակցիա եք իրականացրել այդ կերպ։ Այո, բողոքի ակցիա էր իմ կողմից։ Ես էնում տանը մայրիկիս ծնունդն ալել, ես էլ այդ հեռաստացույցով նայում, տեսեմ ինքը հեծանի վիճի ջնում է, ինչ խաշլամա է ուտում, ինչ է, ասել կանալը փոխի, դուրս եկա բալկոնու տեսա կաղում, ասում ես ինքն է, ջրանացի, ճիշտն ասած կարտոշկա է մուզերով, կարտոշկան չճարեցի, խնձորը մոտիկա, խնձոր տվեց։ Մերսի։ Շնորհակալություն, Արաստամյան, քանի որ ես մի փոքր ուշ մոտեցա, Չեմ կարող ասեմ։ Չհասկացաք դատավորի խոսքերը։ Չհասկացա, բենքիս փաստաբանը ասեցի բան արա, ինձ բացատրիր։ Չհասկացա ինչ ասես։ Առաջին դատական նիստին երբ եկել եք, ես ձեզ հարց ուղղեցի, դուք նշեցիք, որ ձեր հոգու այսպես ցավն եք փորձել այդ քայլով ցույց տալ։ Եթե հերթական անգամ տեսնեիք Նիկոլ Փաշինյանին, ինչպիսին կլիներ ձեր քայլերը։ Եթե անայինք ես չեմ ուզում մարդի հետևից զրուցանեմ։ Եթե ինքը զրուցոնը անելի, ես ուրան մի երկու բառ զրուցունեմ, սուդավստում կանեմ։ Ինչ կանե, կասեի, որ հրաժարական տուր գնայց ժողովուրդը մեղքն, ես ինչ օրս գցել։ Հատե այդ ձևի, մեզ ես ինչ օրս գցել արցախցիներին։ Ինքը չի գցել ես օրում ես։ Ինչի համար եմ ես խնձորը ինչա գցել։ Ինքն է զորը գցել։ Սաղ գերեզմանատունը, սաղ տները թողել ենք ընկել։ Առաջին մեղավորը ինքն է։ Դրա համար էլ ես իրան հարգում չեմ։ Իրան են ԿՊ ինչա իրանց այդ խումբը ես չեմ հարգում։ Իրանք են մարդիկնով էր, ես լաժը Հայաստանցս Երևանց ասում եմ վեր, այդ մարդը դրա հարկավերա հանցանին վեր այդ մարդը ապագա չկա։ Դուրս բերեն։ Պարոն Արստամյան, ինչպես եք ապրում, ընտանիքում քանի հոգի եք, ոնց եք յոլագնում։ 8 հոգի ինք 3 սենյականոց։ Վարձով։ Վարձով եմ ապրում։ Աշխատող կա տանը։ Մին հոգի աշխատում։ Մեծ աղջիկ ես։ Ինքն է ձեզ բոլորի կարիքները հոգում, պարոն Արստամյան։ Հա։ Այդ օգնությունները, որ տրվում է, ստանում եք։ Դե միջան հիմա հա ստանում եմ։ Կարող եք վարձը տակ, նորմալ ապրեք, նորմալ կենցաղ վարեք։ Դե նորմալ սխալքին է ասեմ, մի քիչ աննորմալ է։ Մինակ ես չում, բասի արցախցիներն էլ ոխել մեծ մասը աննորմալ է։ Գիշերն չես քնում, ննջում ես, վեր ես կենում, չգիտես ինչ ես անում։ Միջան հիմա չենք կարում հարմարվենք։ Գիտեմ։ Ստեփանակերտում էր ձեր տունը։ Հա։ Ինչ տուն էր, սեփական, բնակարան։ Չէ, բնակարան է, 3 սենյականոց բնակարան է։
Պարոն Արստամյան, տևական ժամանակ իրավապահ մարմինները բավականին կոպիտ կերպով ձեր բնակարան էին մտել, ձեր մանկասակ թորնիկների ներկայությամբ էին խուզարկություն իրականացրել, դուք տևական ժամանակ դատարան էի գալիս գնում։ Այս երևույթները ձեր կյանքում ինչ-որ բան փոխեցին ձեր հետագա քայլերում։ Նշեցիք, որ եթե տեսնեիք Նիկոլ Փաշինյանին, կասեիք երկու խոսք, բայց ձեր հետագա քայլերի առումով որևէ բան փոխեցին։ Դե հետագա քայլերը նա, որ արցախցիները պետք է դուրս գան միտինգի, այն օրին երկու գյուղացի ասում է հարկավոր է դուրս եկած միտինգի գնաց բախոխիկ սովածը մնան, միրգն ծախում ինչ են անում, ասում է չես տեսնում մեզ հետ ոնց է վերաբերում, հարկավոր է դուրս եկած միտինգի միասին համախմբված գնում ես պարկը, ես մեզ տեսնում նստած բան է խաղում, բլոտ են խաղում, ինչ են անում, այն բլոտի վաղ չէ սորվայրան, հարինիք թողալ ենք դուրս եկալ այս վիճակում, հարկար է միտինգ կեցած, միտինգը համախմբված, այս կառավարության խումբին հեռացրած է, հատե դիմիլը։ Եթե նորից Նիկոլ Փաշինյանին տեսնեք, նորից նույն բողոքի գործողությունը կանեք։ Դե ճիշտ ասած, այն ինչի ես արալում ես սրտումս ինչ-որ մին քանի բան է եղել, մեկը դուրս է եկալ, հանգստացավ։ Բայց եթե ես երկրորդ անգամ դեպայեմ, մի երկու լավ բառ կասեմ իրան, սուդավոլստում մի երկու լավ բան կասեմ իրան։